Ռուբլի, դոլար, եվրո Հայաստան այս տարվա փետրվարին ամենաշատ մտած արժույթներն են։ Կենտրոնական բանկը հրապարակել է հայաստանյան բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված եւ հակառակ ուղղությամբ իրականացված փոխանցումների տվյալները։ Փետրվարին մեր երկիր է փոխանցվել 467 միլիոն 801 հազար դոլար, ինչը 13.4%-ով ավելի է 2024-ի նույն ամսվա ցուցանիշից։ Արտահոսքը կազմել է 398 միլիոն 979 հազար դոլար։ Միայն 304 միլիոն 156 հազար դոլարի ռուբլի է մտել, 88 միլիոն 599 հազարի հենց դոլար, 48 միլիոն 299 հազար դոլարի եվրո, մնացածն այլ արժույթներով։ Արտահոսել է ավելի շատ դոլար, ապա եվրո, ռուբլի։ Աճը պայմանավորված է առևտրային բնույթի փոխանցումներով, նկատում են մասնագետները։ Ավանդաբար մինչև 2023 թվականը բանկերի միջոցով իրականացված այս փոխանցումների շուրջ 70%-ը ոչ առևտրային բնույթի փոխանցումներ էր, այսինքն այդ ֆինանսական օգնություն, նվիրատվություն եւ այլն, աշխատավարձեր եւ այլն։ 23 թվականից հետո պատկերը կտրուկ փոխվել է եւ այս միտումը շարունակվում է դեռևս մինչև այսօր, որ շուրջ 80%-ը առևտրային բնույթի փոխանցումներ են։ Փոխանցումները եղել են Ռուսաստանից 331 միլիոն 564 հազար դոլար, ԱՄՆ-ից 46 միլիոն 758 հազար դոլար, երրորդը Մեծ Բրիտանիան է 9 միլիոն 286 հազար դոլար, իսկ արտահոսել է Շվեյցարիա, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ։ Կա որոշակի համաշխարհային իրավիճակ, տարածաշրջանում իրավիճակ, որի պայմաններում որոշակի երկրների ռեզիդենտներ, գործակներ իրականացնելիս պիտի օգտվեն այլ երկրների, այսպես ասած, միջնորդությանը, ճակերտավոր ասած, եւ այս դեպքում Հայաստանը ըստ էության փորձ է կատարում օգուտ քաղել ստեղծված իրավիճակից եւ սրանով են պայմանավորված այդ հոսքերի մեծ ցուցանիշները եւ քանի որ իրավիճակը ասենք միշտ որոշակի սրվածության, լարվածության չէ եւ բոլորը գտնում են այլ ուղիներ իրենց գործարքները կատարելու կամ նաեւ մրցակցություն կա այդ հոսքերը, ասես կլանելու առումով մրցակցություն կա նաեւ այլ երկրների կողմից։ Միևնույն ժամանակ փորձագետի գնահատմամբ այդ հոսքերի աճի տեմպերը կայունացել են, ինչը տեսանելի է նաև արտարժույթի շուկայի կայուն վիճակից։ Իդեպ պարտադիր չէ, որ ներհոսած գումարն էլ հենց արտահոսած լինի, քանի որ վերջին տարիներին Հայաստանում էականորեն ավելանում է արտերկրից առցանց առևտուրը, ինչը եւս այս շարքում է։ Այստեղ շահողը բնականաբար ֆինանսական հատվածն է, որի միջոցով այդ փոխանցումները կամ դրան ուղեկցող գործարքներն ու արտարժույթի փոխարկումները կատարվում են, իրենց մոտ ենք մենք նկատում։ Մեր խնդիրը պիտի լինի այդ հոսքերի մի մասը այստեղ կայուն պահելը, այսինքն ուղղորդել որոշակի գործիքների մեջ, ներդրումային որոշակի գործիքների մեջ դրանք ուղղորդելը պիտի լինի կամ ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի մեր տնտեսությունը, ասենց ասած, շարունակի կայուն այդ հոսքերի, ասենց ասած, խողովակ հանդիսանալ, եթե բնականաբար դրանք իրենցից որոշակի ռիսկեր չեն առաջացնում։ Իսկ նախորդ տարիների համեմատ ինքը իրականում հենց որակական փոփոխությունն է։ Էդգար Աղաբեկյանի գնահատմամբ անորոշություններով է պարուրված այս փոխանցումների ապագայի միտումը, պայմանավորված հիմնական աշխարհաքաղաքական իրավիճակով։ Արմինե Պետրոսյանն այլ կարծիք ունի։ Հաշվի առնելով, որ աստիճանաբար արդեն թուլանում են այդ արտաքին գործոնները, որոնցով պայմանավորված էր այս վերջին տարիների կտրուկ փոփոխությունները, հավանաբար դրանք փոխանցումները եւս հատկապես այդ առևտրային բնույթի փոխանցումները գնալով կնվազեն, սակայն այսօրվա դրությամբ մենք դեռևս տեսնում ենք, որ այդ միտումը շարունակվում է։ Տարվա առաջին երկու ամսում արտերկրից արդեն 845 միլիոն դոլարից ավելի փոխանցում է եղել ֆիզիկական անձանց անունով Հայաստան։ Մասնագետները նշում են, հավանական է, որ կա նաև կանխիկ գումարի հոսք, որը շուկաների կայունացմանն է նպաստում, սակայն տեսանելի չէ այս վիճակագրությունում։ Նիկոլայ Ավետիսյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։